Ահա, էլի եկա, որոշ մարդկանց հոգեար գրողը, մյուսների ուրախությունը, հարգանքը, շատ մարդկանց համար կարևորությունը ու մոտ ինչ զգացում որ կա։ Էսպես, դե ինչ արած, էլի կրկին էս պահիդրությամբ Զվարթնոցի շենքերը էջմիածնի սկզբնամաս։ Նախորդ տեսանյութերում տեսել եք, չէ՞ թե ինչ էր կատարվում։ Հիմնականում 7 եւ 8-րդ շենքերի բնակիչներ։ Ինչ շատ հետաքրքիր է, մի հատ կասեք կշեշտեք, դուք վերջի անգամ երբ եք ասֆալտապատում տեսել։ Սենց մոտավոր տարիներով էլի ինչ հիշում եք, դա էլ ասեք։ Այնտեղ շատերը, որ գրել էիք, զանգել էիք, խոսեցինք, անուններ չտանք, հիշում են մեր վերջի զրույցները, խոստացել էի, չէ, որ ամենը լինելու է իդեալական։ Բայց այստեղ կա մի հատ բայց։ Մի բան ասեմ էլի, բայց լավ բան է, չէ, ընտրությունները։ Ոնց անենք տարին մի երկու անգամ ընտրություն արվի էջմիածնում, բայց միևնույն է, այն ինչ որ արվեց, եթե չարվեր, սա էլ չէր լինելու, կապ չունի ընտրություն, թե ոչ։ Պարզապես իբր իրենց կարճ խելքով, խորամանկ խելքով իբր թե թողեցին այս ժամանակահատվածում, որ ընտրությունների դիմաց հա, ուղղակի արեցինք, պարտադիր չէր կարեն այսպես ինչ ասես բոլորիս խառնել իրար, ներկա մենք անելու ենք ու գիտենք, հասկանում ենք էլի ձերը ոնց է, դե թող բախները փորձեին։ Հա, հենց էտա, դուք էլ եք դիտում, ովքեր որ կաք, պատասխանատուներ, զանգեք, հարց տվեք, ասացից պահով պատասխան ուզեք, ես ես տեղը տեղին ասեմ, բայց եկեք անցնենք առաջ, տեսնենք ինչի մասին է խոսքը։ Սա գրեթե 1 տարի առաջ կրկին աշնան նկարահանված տեսարանն է 7 եւ 8-րդ շենքերի արանքում, մի հատ նայեք իրավիճակը։ Եվ ահա վերջապես օրեր առաջ նույն 7 եւ 8-րդ շենքերի հատվածում Զվարթնոցի շենքերի արդեն նորմալ վիճակ է, երեխաները հեծանիվով վայելում են, խաղում են, ուրախանում են եւ այսպես վայելեք, շնորհավոր լինի ժողովուրդ ջան։ Շատերը տեսել եք այն ծառի պատմությունը, լինում է, չի լինում է ծառ, ծառի տակից կախված, էլի ծառ, նորից կախված մի հատ էլ ծառ, այնքան որ ընկել է ժողովրդի գլխին։ Դե քանի որ մեկ ասեցի, երկուս ասեցի, ես կարող եմ բան ու գործս թողնել հասնել որտեղ որ պետք է, կամ ինձ կկալանավորեին, կամ այնտեղ որևէ մի հարկից գմփոց դուրս կգար, իսկ ինչի գմփոց, ընկել էր կոստյումը, իսկ ինչի համար այդ ձենը դուրս եկա, որովհետև իր մեջ կար բարեկարգման եւ կանաչապատման տնօրենը, գմփոց։ Եվ դրա համար, քանի որ իմ անձնական աշխատանքս ես չեմ կարող թողնել, շատերը գիտեն ինչի մասն է խոսքը, որոշեցի ինքս բերեցի, կտրեցի, կարգավորեցի, մի մասը թողեցի, որ պետք է կապեին, ինչպես տեսել եք արդեն։ Դե քանի որ տեսանյութերը տարածվել էր, ամեն ինչը ասվել էր, սրանք էլ եկել են իրանց արևին, ուզում են իմ ասելուց հետո անեն, շարունակեն, իբր տեսես ինչ լավ տղա ենք, դե իհարկե դեմ ընտրություններն է, ժողովուրդ ջան, ընտրելու եք մեզ, այսպես, ու տեսեք ինչ են անում, խայտառակություն։ Այս եղած ծառին կարելի է ասել բզկտեցին, թողեցին, այն վատ վարսավիրներն են, վարսահարդարներ, մի հատ նայեք խեղճ ծառին ինչ օրն են գցել, պարզապես աշխատանքից ուշանում եք, թե չէ ես կվերցնեի կկտրեմ, մի հատ տեսեք տիանում, թե այս ինչ արեցիք, ավելի լավը չգայք, մի հատ նայեք էլի։ Լսել եք, չէ՞ մեր մեծերից այն որ ասում են հավի գլուխը հեբրգում թողում են, հիմա այս խեղճ ծառն է։ Մի հատ նայեք ինչ օրը գցեցին։ Մի կոմի ճյուղը անիմաստ երկար թողնված, իրականում վերևը ամբողջը փչացած, կոտրած ծառին, չգիտեմ, մի հատ խայտառակ վիճակ։ Ժողովուրդ ջան, ամենա իմ հուզումնալից պահը, շատ հուզմունք առաջացնող տեսարանը, անկախ ամենից, այս հարցի համար ես շատ էի պայքարում։ Հիմա դիտողները, առավել ևս մեծահասակները կփաստեն, կշեշտեն, կասեն, գրեթե ամենուր տեսնում ենք, բարևում ենք, խոսում ենք, թե ինչքան են մոտենում այս հարցի շուրջ, ճիշտ ասած, այնքան ես էլ չէի պատկերացնում կլինի, թե ոչ, որոշել էի ինքս պատրաստ էի բերել գեղեցիկ իմ ձեռքով, իմ դիզայնով տեղադրել այդ տաղավարը մեծահասակների համար, բայց նաև շատ խիստ խոսել էի, նկարահանել էի, ներկայացրել էի, անգամ ժամանակահատված էի ասել, որ պետք է դա արվի եւ այո արվել է։ Հիմա կրկին կասեն ինչ, դե մեկա մենք պետքա բերեինք անեինք էլի, ամենսպես ընտրություններից առաջ դե տեսեք ես ինչ լավ տղա ենք, բերեցինք, արեցինք, ձայնը լսեցինք։ Հիմա ընտրություններից առաջ բոլոր տեղն է, գրեթե բոլորն են, որակ շատերը երկնքից աստղ են իջացնում մեկը մյուսի համար մինչև հաջորդ ընտրություններ, կարճ ասած։ Այն որ ասում են թուքումուրով, սևերեսով, շատերի աչքին գրող երևալով, այս հարցին էլ լուծում տվեցինք։ Տաղավարը մեծահասակների համար տեղադրված է։ Հանկարծ մեծ չխոսեք, որ սա ուղղակի դուք պետք է անեիք, տեղադրեք, քանի որ այդ մասին անգամ տեգի մասին խոսացված չէ, չեք էլ պատկերացրել։ Անմիջապես իմ նկարահանումից հետո սա արվել է։ Այդպես էլ պետք է լինի։ Գիտենք։ Սա վերջին ամիսներին մեծահասակների կողմից բարձրացված ձայնն է, որտեղ ցանկանում են մի հատ նայեք այս հատվածը։ Ինչ որ մի տաղավար դրվեր, հավաքվեին, կարդ խաղային, զրուցեին,
Եվ վերջապես, վերջին խիստ կարահանումիցս հետո, չասեք մենակ թե որ դուք նախորդ որոշել եք որ սա պետք է կատարեիք, վերջապես տեսեք։ Այսպես, ժողովուրդ ջան, տաղավարը դրված է մեծ հասակների զբաղվելու համար, բայց դե տարածքը կկարգավորվի, էլի, sense չի լինի։ Այստեղ սիրուն ծառ, ծաղիկ մաքրություն դեպի գարնանկում ընտիր է։ Շատ ուրախ եմ ժողովուրդ ջան։ Այս էլ վերջում մի քիչ այս պահի մասին ժողովուրդ ջան, այդտեղ համ խոսում ենք, համ սուրճս են վայելում։ Լավ, հիմա այս վերջի մի քանի օրվա մասին։ Այս ի՞նչ է։ Ինչ է նշանակում, մի հատ նայեք։ Յանի ինչ, այդ դեմքդ որ առել կախել ես այսքան շատ իրար հետևից, ինչ կապ ունի, մարդը որ որոշում ունենա, որոշեց, ինչ է ընտրելու, ում է ընտրելու, որքինն է ընտրելու, չարիքից ուզում է բրծնի, սատանեքին հերո քշի իր քաղաքից, քո գրած այս թվերը քեզ ինչ է օգնելու փրկի։ Ուզում ես ամեն շենքի մուտքի, ամեն դրան դիմաց մի հատ դիր։ Այդ թվերը օրինակ լոգիկա մտածեք, էլի ես այդպես չեմ պատկերացնում։ Ինչ կապ ունի, ինչքան շատ այդ թվերից պետք է փակցված լինի, այն էլ օրենքը խախտելով, որ պետքա մարդը ըստ դրա նայի ու հանկարծ որոշի, հա։ Ես ուղղակի չգիտեմ։ Ճիշտ ասած, այս խայտարակության ու ծաղրածույության իմաստը չեմ հասկանում։ Նայեք։ Ասենք էս ինչ է, էլի ոչ ենա ծիծաղան, ոչ ենա լացեն։ Իսկական ծաղրածույություն։ Յանը ինչ։ Ում ինչ պետք է այն ընտրելու է, այս են շարած իրար հետևից, այս ինչ մանկամտությունը։ Ասենք այս ինչ վիճակա, քաղաքից տեսքս, այս տեսքով էլ ամբողջ քաղաքի ձևավորումը պահելու եք ընթացիկ տարիներին, եթե թողնենք անցնենք էլ իհարկե։ Իսկ վերջում ընդհանուր կասեմ մի բան։ Սա ընդամենը ոնց էինք ասում ժուրնալն է, կինոն նոր է սկսում։ Այսինքն դեռ գովազդ է, այն որ ասում են տառերն իջան, տառերն են գրվում։ Կինոն նոր է սկսվելու։ Ձեր իսկ ճիշտ ընտրություն կատարելուց հետո Էջմիածին քաղաքում։ Սա խայտարակություն է։ Այն ինչ ունեցել ենք, ունեցանք մինչ այս վերջին պահերը։ Ես անձամբ նույն մարդն եմ, նույն էությունն եմ, նույն Կարինեն եմ, պահանջատեր ու լինելու է էլ ավելի խստություն, պարտադրողականություն կարգ ու կանոնի հանդեպ, հա, շների մասն եմ նախորոք չասեմ։ Դուք չեք պատկերացնում դրա համար ինչ եմ նախապատրաստում։ Թողնենք թո այս ընտրություններն անցնեն, էլի։ Դե ինչ, ես սուրճս վայելեմ, նոյեմբերի 16-ին ընտրում ենք այն ճանապարհը, որը կմաքրի Էջմիածինս այս ներկայիս գտնվող խայտարակություններից։ Հա, նաև իրենց սատարող ուժերին, որոնք պարզապես միանալու են փրկելու իրենց չարիքին։ Դե ինչ, կհանդիպենք ընտրություններից հետո։